Իսկ Բաքվի պահանջների ցուցակում թվերը կարծես ավելանում են։ CBC TV ադրբեջանական հեռուստաալիքի եթերում ասել են, թե Ադրբեջանն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կարտահանձնի հանրապետության նախկին նախագահներին Բաքվին, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվեն Լեռնային Ղարաբաղում կատարած հանցագործությունների համար։ Ընտրությանը հաղթելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է լրջորեն զբաղվի Հայաստանում նախկին ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու հարցով։ Խոսքն իհարկե քրեական արդարադատության մասին է, հաշվի առնելով նրանց հանցավոր գործողությունների բնույթն ու մասշտաբները, եւ տրամաբանական եւ արդարացի կլինի, որ այս հանցագործների ճակատագիրը որոշի ոչ այնքան հայկական, որքան ադրբեջանական արդարադատությունը։ Սա լիովին լուծելի հարց է, հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերություններում ստեղծված նոր իրողությունները։ Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ էլ Փաշինյանը կրկին խոսել էր Հայաստանի նախկին նախագահների դեմ եւ խոսել, թե ինչու նախկին 3 ղեկավարները չեն իրականացրել իրենց նկարագրած գերազանց լուծումները Արցախի հարցում։ Առաջինն այն է, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով օտարերկրյա պետությունների շահերին, այլ ոչ թե Հայաստանին, զրկելով մեզ Ղարաբաղի հարցի հիանալի լուծումներից։ Երկրորդն այն է, որ նրանց նկարագրած հիանալի լուծումները պարզապես քաղաքական խաբեություն են, որը հիմնված է մտավոր հետապնդումների վրա եւ դրանց իրականացումը երբեք հնարավոր չի եղել, ասել է Փաշինյանը։